Նախկին նախագահների կանանց ինչպես եք հիշում։ Ում եք հիշում։ Հիշում ենք իհարկե, բավական համեստ մարդիկ էին եւ այդ իմաստով կարծում եմ, որ կարելի է նրանց դրականորեն հիշել, որովհետեւ օրինակ կարծում եմ, որ բոլորն գիտեն, որ գուցեև Ռոբերտ Քոչարյանից դժգոհ են, բայց նա կինը բավական համեստ, հաճելի անձնավորություններ։ Կարծում եմ շատ-շատերը համերգասրահներում բանում արդեն իսկ երրորդ նախագահի կնոջը կհիշեն, որ դուք չկարծեք, որ ամուսնուն հասցեին ինչ-որ վատ բան ասեն, կանանց էլ կարելի է նույն բանը ասել, ոչ։ Կարծում եմ, որ երկուսն էլ համեստ կանայք էին եւ իրենց ամբողջ այդ ամուսինների պաշտոնավարության ընթացքում երբեք հատուկ ինչ-որ ցցում բաներ չեն արել, այսպես երևալու եւ ավելի զարգացած եւ ավելի կիրթ եւ ավելի այսպես խելք սովորեցնելու կարգավիճակում չեն եղել, իսկ ժողովուրդը չի սիրում նման բաներ։ Ներկայիս վարչապետի Ներկայիս ինչ շատ լավ տեսնում եք, էլի, նույնիսկ այն հարցերը, որ առանձնապես մեզ խիստ հետաքրում են կրթության, գիտության, նման հարցերում նա ցանկանում է երևալ այսպես առաջամարտիկ եւ շատ զարգացած, բայց այդպես չէ։ Ես այդպես եմ կարծում։ Ինչպես են գիտնականները վերաբերում նրան, որ օրինակ Աննա Հակոբյանը գնում է համալսարաններ, այնտեղ ցույց տալու համար, որ ինքը ընդհանրապես գիտությունից բան չի հասկանում։ Այդա։ իրեն քննադատողներին անվանում է էշ եւ ոչի։ Ով է անվանում ինքը։ Աննա Հակոբյանը։ Դե հիմա շատ լավ գիտեք, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Բայց իսկապես ժողովրդի կարծիքը հարկավոր է հարցնել, բայց կարծում եմ առանց դրա էլ երևում է, էլի, որ ինչ, բայց այդ հարցում ժողովուրդը եւ դժգոհ է եւ կարծում եմ, որ գիտության ու կրթության հարցում միանգամայն սխալ քաղաքականություն է գնում, որովհետեւ ամեն մարդ կարծում է, թե ինքը մեծ դերակատարություն պիտի ունենա այդ հարցում, խնդրեմ, սա գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտն է, աշխատում են մարդիկ, հրաշալի արդյունք են տվել տարիներ շարունակ եւ հիմա եկել է մի ժամանակ, երբ որ պիտի պարզապես առաջընթացի սպասես, ոչ թե ամեն ինչ խառնշտելու, իրար այսպես ցավ պատճառելու համար, ասենք, լավագույն հատվածը պարզապես դատարկելու, դա տեսեք հիմա հենց հիմա ակադեմիայի այդ համակարգում, չգիտես ինչու, մարդիկ, որոնք գաղափար չունեն առանձնապես գիտական ոչ կյանքից, ոչ գործունեությունից, հենց հիմա այդպիսի գործունեությամբ են զբաղված։ Այդպես է ստացվել, որ Աննա Հակոբյանն է, դարձել Հայաստանի թիվ 1, այսպես ասած, գիտնական կրթողը։ Ցուցամուլ կանայք հենց այդպես էլ վարվում են եւ մտածում են, որ գուցեև այդ ձևով, դե քանի որ մեր ժողովրդի կրթական մակարդակը այնքան է իջել, որ այդ ձևով կարելի է տպավորություն թողնել, թե իրենք խիստ այսպես այդ հարցում նախանձախնդիր, այդ հարցում չափազանց այսպես իրենց լավ դրսևորած մեկն են, որը կարող է նաև այդ հարցում ժողովրդին կողմնորոշել, թե ով, որտեղ, ինչպես, դա արդեն տեղ է, որովհետև ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի։ Ես չգիտեմ նրա գործը որն է, բայց ես գիտեմ իրենց թերթից եմ ծանոթ, առանձնապես ոչինչ չեմ տեսել, ոչ մի դրական բան առանձնապես չեմ տեսել։ Այսինքն այն ամենը, ինչով ուզում է երևալ ժողովրդին, դա փոքրինչ այսպես մի շրջան եղավ, որ թվաց, թե այո, իսկապես այդպիսի գործունեություն են ծավալում, հետագայում ես զգացի, որ դա պարզապես քայլ անելու, առաջ գնալու ցանկություններ, նրանց դա հաջողվեց, բայց չգիտեմ, հիմա եթե Աննա Հակոբյանի այս մոտեցումը հանրությանը կրթելու կամ առհասարակ, այսպես աչքի ընկնելը ավելի շատ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա դրական է ազդում, թե բացասական։ Կարծում եմ ձեր ասածը ռետորական հարցում է ընդամենը, այսինքն դուք արդեն պատասխանը գիտեք, որովհետև շատ լավ տեսնում եք, որ ժողովրդին դա առանձնապես դուրս չի գալիս։ Եթե ամուսինը պաշտոնյա է, կնոջը ասում եմ մի քիչ ավելի համեստ եւ իր գործունեության մեջ պարզապես նրան այսպես օգնող, նպաստող դիրքում պիտի լինի, մինչդեռ ես կարծում եմ ինքը ավելի շատ փչացնում է այն տպավորությունը, որ կարող էր երբևէ լինել, բայց դե մենք ճանաչում ենք, էլի գիտենք ով ժամանակին ինչ, որտեղ բան, ինչպես, եւ հիմա նման գործունեությունը
անհամեստության, ընդամենը ասենք անհամեստություն, լավ, այդպիսի բան։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը նրան խիստ համակրում է, կան մարդիկ, որոնք այն ամենից ինչ որ դրսից եկող այդ ինչ օգնություն, դրսից եկող այդ ինչ ասեմ, վճարները, որ եկել են հասարակությանը ինչ որ ձևով կրթելու, առաջ տանելու համար եւ այլն, ահա, հենց դրանից իրենք էլ օգուտներ են ստանում եւ դրանից Նախկին ղեկավարներից ով կարող է գալ Հայաստանի վարչապետ, որպեսզի երկիրը ավելի կայուն վիճակում հայտնվի։ Գիտեք, ախր մենք այնքան բաներ տեսանք, որ արդեն ոչ մեկին է չես վստահում, բայց դե շատ կարգին մտավորականներ կային, հրաշալի մտավորականներ կային։ Պարտադիր չի, որ հենց ի սկզբանե ասենք այնպեսին ինչպեսին մենք պատկերացնում ենք, ասենք Դեմիրճյանը կհանդիպի, բան։ Ես օրինակ ինձ համար միշտ լավագույն ղեկավարի օրինակ եղել է Դեմիրճյանը, ես կարծում եմ, որ պիտի գոնե նրա այդ շատ գեղեցիկ, շատ լավ մարդկային կերպարը պիտի ինչ որտեղ նրանց համար լինի ինչ որ չափով, նաև չափորոշիչ։ Դեմիրճյանի պես այդ բոլոր հարցերը ուզում եք ինձ տալ։ Փոքրի շատ է սիրում էին Կարեն Կարապետյանին։ Պարզապես արտաքին խիստ հաճելի, դրսում իրեն լավ դրսևորած եւ ճիշտ ժամանակին մտածեց, որ ինչպես երևում է, սա դրսից եկած այսպես իրողություն է եւ առանձնապես չխառնվեց էլի հետագայում մեր հասարակության առաջ։ Եթե հիմա գա մասնակցի ընտրություններին, կարող է ձայներ հավաքել։ Պարզապես ժողովուրդը այնպես է ամեն ինչից հոգնել, որ կա շատ հնարավոր է, միանգամայն հնարավոր է, որ նույնիսկ նրանց ավելի ցածր, այսպես կատեգորիայի մարդն էլ այլ հաջողությունն է միայն այն պատճառով, որտեղ բոլորը փոփոխություն են ուզում, բոլորը։ Միայն գիտությունը, կրթությունը չի, հազարը մի բան կա։ Կրթությունը խնդրեմ, դա տրանսպորտից սկսած երևում է, որ ոչ դպրոցում, ոչ որևէ տեղ երեխաները այնպիսի կրթություն չէին ստանում, ճիշտ է, դա համաշխարհային իրողություն է, բայց ձեռքներին այդ իրենց այսպես կոչված համացանցը, ձեռքներին իրենց հեռախոսները, նրանք անընդհատ ուշքումիքներ այն է, թե ինչով կարող են զբաղեցնել իրենց իհարկե բոլորն էլ ունեն կրթվելու բանի աշխարհը ճանաչելու պահանջ, բայց ոչ այդ ձևով։ Դուք ինստիտուտում եք աշխատում։ Այո, ավագ գիտաշխատող, լեզվաբան, փաստորեն, որը հիմա տեսնում է, որ երևի բարբարագետ նաև, բայց բարբարագետ լինելը չի նշանակում մեծ բավականություն ստանալ, երբ ձեր երկրի ղեկավարը հենց բարբարով է արտահայտում։ Չի կարելի ինքերներ, բա մեր արդի գրական հայերենը ով պիտի օգտագործի, եթե ոչ մեր ղեկավարները։ Մի խոսքով, այս վերջին շրջանի հատկապես այդ ազգային ժողովի բոլոր տեսակի հայհոյախոսությունները եւ այլն։ Տեսեք, դե բա այլ ինչ եք ուզում։ Էլ ինչ կարելի է ասել։ Մի բառից կարելի է նույնիսկ հիասթափել, ուր մնաց թե այդպիսի բաներ լսելուց։ Դե ինքը ժամանակին նրան համալսարանից ես շատ լավ գիտեմ, ով մեր հրաշալի մասնագետներից մեկը ինքը դե ժուրնալիստ էր, ժուրնալիստիկայի ֆակուլտետի դեկանը, պարոն Անանյանը, բոլորին հայտարարեց, որ այս տղան չպետք է ավարտի, որովհետև նա խառնակիչ է։ Գուցե նա տեսնում էր ապագան հավանաբար, դե ինչ ասեմ, մի խոսքով չգիտեմ, ոչ մի լավ սպասելիք չի մնացել, որովհետև Հայաստանը գրեթե կարելի ասել, ես կարծում եմ, որ գրեթե կորցրել ենք, շատ ափսոս, շատ վատ է, որ մենք մեր այն ոսկեդարը, որ ապրեցինք 60-70-ական թվականներին, այդ ոսկեդարից բան չի մնացել։ Լավագույններն են արդեն վախճանվեցին, հիասթափված, ոչ մի բանի սպասելիք գրեթե չունեին, իսկ մենք չէ որ երազանքներ ունեցող հրաշալի ժողովուրդ ենք, որին այսպես չպետք է վերաբերվեն այսպես։